Նշեցիք որոշակի արդյունք, խնդրում եմ մի փոքր բարձրաբանեք, ինչ արդյունքի մասին է խոսքը, արդյոք արդեն զգացվում է իրանց շունչը էկոպարեկների տեղում եւ արդյոք այս կարճ ժամանակում կան ինչ-որ բացահայտումներ։ Իրականում կարճ ժամանակում մեծ արդյունքների մասին խոսելը հարից չի լինի, ասեմ, որ արդյունքներ ունենք եւ վարչական վարույթների տեսքով, ունենք նաեւ էկոպարեկային ծառայողների իրենց պարտականությունները կատարելու արդյունքում քրեական վարույթի հարուցում, իսկ շունչը զգացվում է թե ոչ, կարծում եմ շատ ավելի ճիշտ եւ պատասխան կտան մեր մարզի падգամավորները, որոնք հենց նիստից առաջ կարծեմ այդ մասին ինձ տեղեկացնում էին, որ իրականում բնակչության շրջանում կա այդ զգացողությունը, որ էկոպարեկները անցել են ծառայության։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, արձագանքում եք, պարոն։ Էլի հարցեր, խնդրեմ, պարոն Ղազարյան։ Պարոն Մկրտչյան, վարչական վարույթները եւ քրեական պատասխանատվությունը միշտ եղել է։ Ազգային պարկում, ատու պահպանող տարածքներում թե էկոպարեկներ ինչ գործառույթով բան կանեն, չգիտեմ, դա ժամանակը ցույց կտա։ Եվ առաջին եւ երկրորդ հարցերը սոցիալական երաշխիքները հաշվարկված է, քանի էկոպարեկի մասին է խոսքը, քանի մարդ պետք է օգտվի սոցիալական երաշխիքներից եւ այդ գումարները բյուջեում տրված է թե չէ։ Այսինքն մենք օրենք ենք բերել, վաղը սա մեկ, օրենքը քանի էկոպարեկի վրա է տարածվելու ձեր բերված օրենքը, սա մեկ, եւ երկրորդը էկոպարեկների ծառայությանը համակարգել եք դուք ո՞նց եք պատկերացնում, ինչ ռեժիմով է, ասենք էկոպարեկներին տեղամաս ամրագրվում, որ լավ է, դուք կարող եք այդ մանրամասներին տիրապետում եք ինձ, այսինքն աշխատանքի բնույթի մասին խոսեք, արձագանքի ժամանակ ինձ ուզող հետաքրքրող հարցը նորից կնչեցնեմ, էլի։ Խնդրեմ։ Շնորհակալություն հարցի համար, նշեմ, որ սոցիալական երաշխիքը սահմանվում է ոչ թե աշխատակիցների քանակով, այլ կոնկրետ դեպքերի համար։ Այսինքն բոլոր վերաբերում է բոլոր էկոպարեկային ծառայողներին եւ վերաբերում է այն դեպքերին, երբ ծառայողը ծառայական պարտականությունները կատարելիս կստանա առողջության վնաս, արդյունքում կունենա հաշվանդամության կարգ կամ Աստվածչանի կմահանա։ Տվյալ դեպքում սոցիալական երաշխիքը տրվելու է հաշվանդամության դեպքում էկոպարեկային ծառայողին միանավակ դրամական օգնության տեսքով, իսկ մահվան դեպքում նրա մերձավոր հարազատին, առաջի կարգի հարազատին։ Սա առաջի հարցի հետ կապված։ Երկրորդ հարցի հետ կապված էկոպարեկային ծառայությունը գործում է 24/7 ռեժիմով, այսինքն 24 ժամյա ծառայություն է իրականացվում իր գործառույթներն իրականացնելիս, որոնք վերաբերում են հողին, ջրին, անտառին, օդին, գործառույթները հստակ սահմանված են, հերթափոխային ծառայությունը 24/7 ռեժիմով, էկոպարեկային ծառայության կառուցվածքը հրապարակված է, հաստատված է, մարզային կառույցներ, տարածքային ստորաբաժանումներ, եթե անհրաժեշտություն կա, կարող ենք նաև ձեզ գրավոր ամբողջ կառուցվածքը էկոպարեկային ծառայության տրամադրել, որևէ խնդիր չկա։ Շնորհակալություն։ Պարոն Մկրտչյանի մտահոգությունը հետեւյալում է պայմանավորված։ Կա բարեկ, որոնք որ 8 ժամի աշխատանք են ծառայություն իրականացնում, կամ ավելի շատ։ Հերթափոխի ընթացքում ինչ որ տես ծառա կտրվում։ Հիմա ո՞նց ենք մենք սա գտնելու եւ 2 օր հետո նոր հայտնաբերվելու է ծառի բունը կտրված է։ Այսինքն նախկինում հետեւյալն էր, կար տեղամաս, կար պատասխանատվություն, ամբողջական պատասխանատվությունը կրվում էր տվյալ տեղամասի տեսուչը իր որոշակի տարածքեր։ Հիմա ես հասկանում եմ, որ էկոպարեկներին ամբողջական տարածքը հատկացում եւ 24 ժամյա ռեժիմով հսկողություն է իրականացվում։ Իմ ծառայության ընթացքում դիցուք չի հայտնաբերվում, ես սկսում եմ մեղքի բաժինը գցել իրար վրա, այս հարցը ո՞նց է կարողանում, ո՞նց է կարգավորել դուք։ Ուրեմն նայեք, նախկինում պահպանություն իրականացնողները գործել են 8 ժամյա ռեժիմով։ Էկոպարեկային ծառայողները գործել են 24 ժամյա ռեժիմով։ Ինչ վերաբերում է կոնկրետ ծառայության վայրերին, այստեղ էական փոփոխություն չկա։ Այսինքն մարզային ստորաբաժանումները, տարածքային ստորաբաժանումները հստակ ծառայությունը իրականացնում են իրենց ամրակցված տարածքներում։
ինչպես որ գործել են ազգային պարկերի դեպքում կամ բնության այլ հատուկ պահպանվող տարածքներում կամ անտառային հողերում նախկինում պահպանություն իրականացնող աշխատակիցներ։ Եվ այս առումով, այսինքն տարածքի ամրակցման առումով ծառայողին, այստեղ էական որևէ փոփոխություն չկա։ Այսինքն հստակ պարզ է լինելու տվյալ ժամանակահատվածում, տվյալ տարածքում, որ էկոպարեկային ծառայողներն են եղել հերթափոխի եւ իրականացնել ծառայություն։